Ինչպես պետք է հարաբերվեն պետությունն ու եկեղեցին։ Թեոկրատիա, որտեղ կրոնը կառավարում է քաղաքական կյանքը, լիովին տարանջատ ինչպես Ֆրանսիայում է, թե մի ձև, որտեղ երկուսն էլ խոսում են միմյանց հետ, պահպանելով սահմանները։ Քաղաքական տեսաբաններն ու իրավաբանները բազմաթիվ մոդելներ են մշակել, որոնցից մի քանիսը դարձել են համաշխարհային օրինակներ։ Առաջինը դա թեոկրատիան է։ Թեոկրատիան այն համակարգն է, որտեղ կրոնական կառույցը գերիշխում է քաղաքական իշխանության վրա։ Այսպիսի օրինակներ են հենց Վատիկանը, որտեղ պետության ղեկավարը հենց Պապն է։ Քաղաքականությունը այս դեպքում ամբողջությամբ ենթարկվում է կրոնական դոգմաներին, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունն էլ ինքնին թեոկրատական պետություն է, որտեղ հոգևոր առաջնորդը ունի իր գերագույն իշխանությունը նույնիսկ ընտրված նախագահի նկատմամբ։ Ինչ է պարզ դառնում, որ թեոկրատիայում քաղաքական որոշումները կախված են հիմնականում կրոնից։ Սա վտանգում է ժողովրդավարական վերահսկողությունը, բայց որոշ դեպքերում էլ կարող է ապահովել արժեքային միասնականություն։ Հատկապես միադավան հասարակություններում եկեք ֆիքսենք այս պահը, որ միադավան հասարակություններից բացի ոչ մի հասարակություն չի կարող համակերպվել թեոկրատական պետության հետ։ Երկրորդ մոդելը լաիցիզմն է, այսինքն աշխարհիկություն, որտեղ կա խիստ բաժանում պետություն ու եկեղեցի հարաբերությունների մեջ։ Լաիցիզմը պետություն-եկեղեցի հարաբերությունների այն մոդելն է, որտեղ այդ երկուսը խստորեն բաժանված են, թե իրավական եւ թե մշակութային իմաստներով։ Այսպիսի օրինակ է Ֆրանսիան, որտեղ 1905 թվականին օրենքը կտրուկ բաժանեց եկեղեցին պետությունից, ոչ մի կրոնական նշան պետական հաստատություններում, պետությունն էլ իր ռեսուրսներով չի աջակցում որևէ եկեղեցու։ Որն է այս մոդելի նպատակը։ Այս մոդելի նպատակը զերծ պահելն է քաղաքականությունը այլ ազդեցություններից, բայց սա էլ կարող է հանգեցնել բարոյական դատարկության, հասարակության արժեքային կողմնորոշման կորստի։ Երրորդ եւ վերջին մոդելը համագործակցային մոդելն է։ Սա այն ոսկե միջինն է, որը փնտրում են բոլոր պետությունները։ Այս տեսակով պետությունն ու եկեղեցին բաժանված են ինստիտուցիոնալ առումով, բայց համագործակցում են հանրային կյանքի որոշ ոլորտներում։ Այսպիսի օրինակ է Գերմանիան, որտեղ պետությունը անգամ հավաքում է եկեղեցական հարկերը, բայց հենց եկեղեցու համար։ Մեծ Բրիտանիայում էլ անգլիական եկեղեցին ունի որոշ ձևական դերեր, իսկ թագուհին նաև եկեղեցու գլուխն է։ Նորվեգիա, Դանիա, Իսլանդիա, որտեղ մարդիկ երազում են ապրել, այս պետություններում եկեղեցիները ունեն պետական կարգավիճակ, բայց քաղաքական կյանքում չեն գերիշխում։ Այսպիսով այս մոդելում պարզ է դառնում, որ բաժանում առկա է, բայց պետությունը ճանաչում է եկեղեցու դերը ազգային ինքնության, բարոյական արժեքների պահպանման հարցում։ Այս մոդելը հաճախ գործում է այնտեղ, որտեղ եկեղեցին պատմականորեն եղած է եղել ազգային ինքնության մի մաս։ Սակայն աշխարհը թողնենք մի կողմ, որ մոդելն է ընդունելի Հայաստանի համար։ Պատասխանը բնականաբար միանշանակ չէ, բայց հարցը կարելի է ձևակերպել նաև այսպես, որ մոդելն է համապատասխանում Հայաստանի պատմական, մշակութային, քաղաքական ու սոցիալական իրողություններին։ Եթե հարցին նայենք այս տեսանկյունից, ապա Հայաստանը պետք է վերլուծենք ըստ 3 մոդելների։ Առաջինը թեոկրատիան է։ Պատասխանը միանշանակ ոչ։ Հայաստանը աշխարհիկ պետություն է, որը ամրագրված է սահմանադրությամբ, բայց սա միայն փաստաթղթով չէ, որ որոշված է։ Մեր քաղաքական մշակույթը, որքան էլ եկեղեցում կարևոր է համարում, երբեք լիարժեք քաղաքական իշխանություն նրան չի վերապահել։ Այսօր հատկապես ժողովրդավարության ու բազմակարծության պայմաններում պարզապես անհնար է ունենալ թեոկրատական Հայաստան։ Թեոկրատիան Հայաստանում չի կարող ընդունելի լինել, որովհետև կբախվի թե իրավական, թե հասարակական լեգիտիմության խնդիրների։ Երկրորդ մոդելը լաիցիզմն է։ Իրականում ձևականորեն հնարավոր է, բայց եթե նայենք խորը բովանդակությանը, ապա այս հարցը շատ վիճելի է։ Ֆրանսիական մոդելը, ինչքան էլ որ շատ պետությունների համար սա իդեալական տարբերակ է, ենթադրում է շատ խիստ բաժանում։ Այս տարբերակում կրոնը մնում է մասնավոր դաշտում, իսկ պետությունը լիովին ազատ է գաղափարական ազդեցություններից։ Սակայն եկանք հասանք Հայաստան ու հասկացանք, որ Հայաստանի պարագայում հայ առաքելական եկեղեցին ոչ միայն կրոնական, այլև մշակութային ու պատմական ինստիտուտ է։ Այն եղել է ազգային ինքնության կրողը նույնիսկ այն ժամանակ, երբ պետություն էլ չի եղել։ Այստեղ է, որ մարդիկ վախենում են։ Եթե լաիցիզմը կիրառվի հենց ֆրանսիական ձևով, որին ձգտում են բոլոր պետությունները, ապա ոչ միայն զգալի ռեակցիա կլինի, այլ նաև կորուստ ազգային արժե համակարգի շարունակականության առումով, եւ 1700 տարեկան պետական ինստիտուտը երևի թե կվերանա։ Եկանք հասանք ոսկե միջինին, համագործակցային մոդել, որը հնարավոր եւ նաեւ նախընտրելի տարբերակ է։
Հայաստանի համար առավել կիրառելի մոդել կարող է լինել համագործակցային մոտեցումը, բայց իհարկե ճիշտ սահմանազատումներով, ինչ է սա նշանակում։ Նախ առաջին, եկեղեցին ճանաչվում է որպես ազգային ինքնության տարր, բայց ինստիտուցիոնալ առումով չի մասնակցում քաղաքական որոշումների կայացմանը։ Երրորդ, պետությունը պահպանում է աշխարհիկությունը, բայց համագործակցում է եկեղեցու հետ մշակութային, բարոյական եւ իհարկե սոցիալական ոլորտներում։ Այս տարբերակը թույլ է տալիս, որպեսզի պահպանվի աշխարհիկության սկզբունքը, չկտրվի հասարակությունը իր հոգևոր ու մշակութային արմատներից ու խուսափենք քաղաքական դաշտի կրոնականացվելու վտանգից, նաև այն վտանգից, որ եկեղեցին կարող է պետականացվել։ Այստեղ շատ կարևոր է սահմանը գծել, եկեղեցին կիսում է արժեհամակարգը, բայց չպետք է զբաղեցնի քաղաքական դիրքեր։ Այսպիսով Հայաստանի պատմական զարգացումը հայ առաքելական եկեղեցու յուրահատուկ դերը, ինչպես նաև ժողովրդավարական պետականության հիմնադրույթները հուշում են, որ մեզ անհրաժեշտ է ոչ թե բացառման, այլ սահմանների հստակեցման քաղաքականություն, եկեղեցին որպես բարոյական լեգիտիմության աղբյուր եւ պետությունը որպես իրավական ու քաղաքական կառույց կարող են խաղաղ գոյակցել, բայց միայն այն դեպքում, երբ երկուսն էլ գիտեն, որտեղ են իրենց սահմանները։ Դե ինչ, եթե ձեզ հետաքրքիր են տեսությունները ռեալ քաղաքականության ոլորտում, ապա մնացեք մեզ հետ։ Ցտեսություն։